Կամենատենց։ Բարև Կարլեն, ողջույն։ Ողջույն։ Այսօր դու ես մոդերատոր։ Ինչ թեմաներ ունես, ինչ ծրագիր ես պատրաստել։ Ինչ վերջին 4 շաբաթների ամենօրյա սենսացիա։ Էլի կոալիցիայի մասին ինչ-որ նորություն կա այդտեղ։ Վարան Բաղդասարյանը հերթական անգամ նաև բացառիկ կարգով ասելու է, որ դեռ ոչինչ չգիտի, ոչինչ չկա։ Եվ ընտրակեղծարարության դատերից էլի ունենք, շիրակում են մեր։ Բայց ինչ-որ բացի հուշագրից նաև ինչ-որ մի փաստաթուղթ է ստորագրելու ծավալուն դաշնակցությունը։ Հուշագիրը հենց դա է, հետագա։ Չի, ասում են դա հուշագիր չի, ավելի այդպես համաձայնագիր է, որ ընդգրկում են երկու կուսակցությունների երկարաժամկետ համագործակցության մասին ինչ-որ դրույթներ, որը նաև ենթադրում է 2017-18-17-ից հետո։ Եվ այսօր մենք իհարկե այս հնարավորություն կունենանք այս մասին ավելի մանրամասն տեղեկանալու, Ռուզան Ստեփանյանն է վարում, այո, եւ ասոցիացիան շիրակում մեկնարկել են ընտրակեղծարարության դատերը եւ նույն Երևանյան սցենարն է, ընդունում են մեղքը եւ արագ դատավարության կարգով ունենք եւ ընտրական օրենսգրքի սպասվող նախագծի շուրջ զրուցել ենք Լևոն Զուրաբյանի հետ, իրեն ենք հյուրընկալելու։ Լևոն Զուրաբյանն է այսօր, իսկ ինչ է։ Կոնգրեսը առաջարկում է միասնական ճակատով պայքարել այն դրույթների համար, որոնք իրենք որ ցանկանում են տեղ գտնի նոր նույնիսկ կարծես թե հրավիրում են նաև իշխանություններին, այդ ինչպես է ավելի ճիշտ իշխանություններին միասնական ճակատով կոչ անել իշխանություններին, որ հատկապես ստորագրած մատյանները գաղտնազերծող դրույթը տեղ գտնի օրենսգրքում, որովհետեւ հայտնի դառնան թե ովքեր են մասնակցել։ Իսկ մարտի 1-ի մասին որևէ բան ասելու է Լևոն Զուրաբյանը։ Անպայման կհարցնենք, կարծես երեք Ժիրար Սեֆիլյանն ասում էր, որ կա նախնական համաձայնություն միասնական հանրահավաք անցկացնել, հիմա ինչ-որ։ Իսկ նրանց հետ զրուցում ենք այսօր, կա։ Այո, նանեն կոնգրեսի հետ Նոր Հայաստանից Գարեգին Չուքազյանն է բանակցել եւ նանեն կարծեմ։ Կարող հարցնել նանեից կարծեմ։ Հիմա քիչ անց կգնանք հարցնենք նանեից, ուրեմն ինչ ունես, ուրիշ սոցիալական, տնտեսական ինչ թեմա ունես։ Մարզերից ունենք ռեպորտաժներ, Սյունիքից Տանձատապ գյուղը, որը հաստատես եղանակները տաքանալու հետ ոգևորվել են, որտեղ վերջապես ճանապարհը Տանձատապ։ Այո։ Ճանապարհը բացվելու է, կարողանան դուրս գալ գյուղից։ Ամենը 10 աշակերտ ունի այս գյուղը։ Լավ, այդ Տանձատապի մասին կարծես Ռուզան Գիշյանը։ Մոտենանք Ռուզանին։ Ռուզան։ Տանձատապի մասին պատմի, ինչ ես տեսել ընդ, ինչ գյուղ է։ Գյուղը առանձնանում է նրանով, որ ընդամենը 10 աշակերտ ունի եւ 4 ուսուցիչ, ու նաեւ նրանով, որ այնտեղ հասնելը գրեթե անհնար է։ Մենք լրագրողներս հասել ենք գյուղապետի տրամադրած մեքենայով Նիվա Մագնիշի, կտրված է մյուս գյուղերից, բոլոր շրջապատի, չնայած կառավարության վերջին որոշմամբ գյուղերը միավորվել են, խոշորացել են, 8-ը միացել են իրար, սակայն կարծես այդ գյուղերը իրարից հենց ճանապարհներով են բաժանվում, որոնք քանդված են ու գրեթե անանցանելի։ Այդ նման ինչ-որ գյուղեր գնացել, այսօր էլ ինչ-որ մի գյուղ եք գնացել, բայց արդեն դու նկարանում ես եւ օգնում ես Անուշին, չէ՞։ Այսօր Դուսարատ գյուղում էինք։ Դուսարատ գյուղում։ Անուշ, ինչ ես նկարահանել այսօր, ինչ։ Այսօր ես գնացել էի Արարատ մարզի Դուսարատ գյուղը, այնտեղ խնդիրը հետևյալն է, մթերման դիմաց մարդիկ չեն կարողանում արդեն ամիսներ շարունակ խաղի մթերման համար ստանալ գումարը։ Մոտ կոնկրետ Դուսարատ գյուղում 4000 տոննա խաղող մթերվել, 700 տնտեսություն ունեցող գյուղը կեսից ավելին չի ստացել դեռ մթերված փողը եւ վարկերի տակ են, չեն կարողանում վարկերը վճարել եւ մտածում են արդյոք արժե հիմա նորից այդ մշակի խաղողը եւ առհասարակ ինչ-որ բան անել։ Ահա, շատ լավ, շատ հետա։ Հիմա իդեպ այս վարկերի մասին էլ հետաքրքիր այսօր ռեպորտաժ նյութ ունենք պատրաստած, այսինքն բարողական վարկերի մասին է
Պարզվում է, որ շատ քաղաքացիներ Այո, չեն- պարտքով առնում են ապրանքներ եւ չեն չեն կարողանում արել եւ սա պարադոքս է, որովհետեւ պաշտոնական տվյալների համաձայն 2010-ից հետո Հայաստանի տնտեսությունը միայն աճել է, բայց մենք տեսնում ենք, որ չմարված վարկերի քանակը այդ ֆոնին գնալով վերջին նախորդ 4 տարիներին նույնպես միայն աճում է, ստացվում է տնտեսական վիճակը պաշտոնական տվյալների բարելավում է, բայց մարդկանց վիճակը ճիշտ հակառակը վատանում է, որովհետև իրենք չեն կարողանում մարել վարկերը։ Սա ինչի մասին է վկայում, դու նաև փորձագետների հետ կարողացել ես խոսել տնտեսագետների, իրանք սա առնվազն տարօրինակ են համարում, ասում են, որ առնվազն երկու բան կարող է նշանակել, առաջին, որ պաշտոնական տվյալներով այդ տնտեսական աճը միգուցե չի արտացոլում իրականությունը, կամ եթե այդ տնտեսական աճը կա, այն չի բաշխվում հավասարապես եւ այդ աճից օգտվում են միայն օլիգարխները, իսկ այն մարդկանց քանակը, ովքեր չեն կարողանում վարկերը մարել, գնալով միայն շատանում է։ Իսկ բացի դրանից կա նաև, ասենք, բիզնես, գործարար, փոքր տնտեսությունների վարկեր, այստեղ նույնպես դժվար վիճակ է, չէ՞։ Դու այդ մասին նորից պատրաստվում ես հետաքննություն անցկացնել։ Այո, եւ այսինքն մի կողմից տեսնում ենք, որ կա տնտեսական աճ, մյուս կողմից տեսնում ենք, որ այն մարդկանց գործարարների, ընկերությունների քանակը, ովքեր չեն կարողանում մարել վարկերը, գնալով շատանում է եւ Այսինքն այո, այն ինչ-որ հողի վրա մարդկանց ուրեմն վկայությունը, որոնք անմիջականորեն գործ են անում աշխատանքի իրենց բնույթը այնպեսին է, որ նրանք ամենօրյա աշխատանքով հաստատում են իրենց, ապրուստը, հիմա պաստորեն մեծ դժվարություններ են հայտնում, ինչը վկայում է, որ տնտեսական վիճակը այնքան լավ չէ։ Շնորհակալություն Սարգիս, հիմա հեղափոխվենք Կարլենի մոտ կրկին, Կարլեն, ուրիշ ինչ թեմա ունես այսօր, որևէ Սոցիալականներից մեկ էլ երևի Նարինեի նյութը, ասենք, աշխատավորների իրավունքների մասին, չվճարված ամիսներով աշխատավարձեր եւ այլն։ այդ հետերքի է, Նարինեն կարծում եմ շատ հետաքրքիր ներեկություններ կարող է հայտնել մեզ, Նարինե, որ ինչ կարող է խոսել։ Ողջույն։ Կոմոտ են ինչ-որ աշխատավարձերի չվճարման հետ կապված։ Այո, մենք վերջերս Նաիրիտից սկսած մինչև Բյուրեղաբանի Շուշերի գործարան, վերջերս նաև Լուսակերտի գործարանը գործատուները շարունակաբար, ամիսներ շարունակ չեն վճարում աշխատակիցների աշխատավարձը, պնդում են, որ ուղղակի ֆինանսական ճգնաժամի առջև են հայտնվել ու չեն կարող վճարել։ Թվում է, թե խնդիրն այսքանով ավարտվում է կամ մաքսիմում կարող են լուծարվել ու սնանկության գործընթաց գնա, բայց փորձագետներն ու իրավաբանները պնդում են, որ գործատուները օրը ցերեկով, այսպես ասած, խախտում են սահմանադրությունը եւ աշխատանքային օրենսգիրքը, նրանք պնդում են, որ գրեթե բոլոր դեպքերով աշխատավորները կարող են հասնել մինչեւ Եվրոպական դատարան։ Եվ որևէ հույս կա, որ Եվրոպական փորձագետները ճանապարհներ են մատնանշում չունենք, որովհետև ասում են, որ աշխատավորները սովորաբար որպես կանոն այդքան լավ չգիտեն իրենց իրավունքների մասին եւ ճանապարհներ են ցույց տալիս փորձագետները, թե ինչպես կարող են աշխատավորները իրենց աշխատավարձը պահանջելուց զատ նաեւ ներպետական ատյանները սպառելուց հետո հասնել Եվրոպական դատարան։ Լավ, շատ շնորհակալություն, կարծում եմ այսօր շատ հետաքրքիր ծրագիր է, բոլորից սպասվում եւ ինչ նույնպես խմբագրում։ Այս բանին խմբագրում եմ անուշի Ուկրաինայի զարգացումները։ Ինչ կա այդտեղ Ուկրաինայում ինչ է կատարվում։ Սպասում ենք, որ պիտի հիմա վերջնական տեսքին հասնի նյութը, որտեղ հետ են կանչել Ժդանովին եւ նորությունը Պետդեպարտամենտի խոսնակն է կարծեք ինքն է խոսել Ուկրաինայի զարգացումը Ուկրաինայում տեղի ունեցող այո ինքն է խոսել կարծիք հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին ասենք որ Ուկրաինայում լուրջ ճգնաժամ է կառավարական նախագահը ըստ էության ոչ ուղղակիորեն բայց կարծեք թե ցանկանում է որ վարչապետը հրաժարական տա սակայն երեք վստահության քվեարկություն տեղի ունեցավ խորհրդանում բայց այդպես էլ ուրեմն Յացենյուկի հակառակորդ կուսակցության խմբակցություններին չհաջողվեց նրան անվստահություն հայտնել վարչապետին եւ նա փաստորեն պաշտոնավարելու է մինչեւ այս տարվա սեպտեմբերը։ Ահա, հիմա մոտենանք հասմիկին, դու ղեկավարում ես այս վիդեո ամբողջ
արտադրանքը եւ ինչ կավես, որ ինչ տեսարժանի տեսարան ունես, ինչ տեսարան ունես, որ Հիմա սպասում եմ Գյումրիից պիտի Սաթիկը ինձ ուղարկի տոր դատն է տեղ ունեցել ընտրությունների ընթացքում կերծարարությամբ եւ այդ կինային դեռ ասել է Սաթիկին, որ երբ նա հարցրել է ինչպես պիտի վճարես տուգանքը, դատավորը դու ինչ է նշանակել, նա ասել է որ պիտի վարկ վերցնի, որպեսզի այդ տուգանքը վճարի։ Հիմա այդ այն ինտերվյուի կտորն եմ սպասում Գյումրիից եւ այս պահին մոդերատոր է Սովետականի ինձ կտա անունը, որպեսզի ես իսկ որքան դժվար է այս 1 ժամվա ծրագիր պատրաստելը։ Եթե ունես լավ թիմ, այդքան է դժվար չի։ Ունես լավ թիմ։ Ունենք լավ թիմ, այո։ Ասել մեր վիդեո թիմներ, այստեղ ոչ միայն պարզապես մոնտաժողներ են, կարող եմ ասել, որ բոլորն էլ այստեղ լրագրողի որակավորում են։ Կարող ենք մոտենալ, հարցնել նրանց այն նյութը, որ իրենք մոնտաժում են, իրենք կարող են պատմել մանրամասն, թե ինչի մասին է այդ նյութը, եւ հաճախ նույնիսկ լրագրողից ավելի շատ են իմանում։ Շնորհակալություն։ Իսկ որ ներքան բակիրը գլխավոր թաքնվել է, ուրեմն նրանց չկարողացանք օրհասնել եւ հիմա գետի վրա դառնանք։ Եվ ավարտենք այսպիսով այս նախահեռարձակումը լրատվականի խոսքով խոստանում ես հետաքրքիր ծրագիր, չէ՞։ Եթե այս հարցերը շարունակեք շեղել, դժվար հարցեր է տալու, Լևոնին ինչ ենք ասելու։ Ինչ պատետ ունեն առաջարկների եւ անելու այդ առաջարկները։ Լավ, շնորհակալություն, այսպեսով ավարտենք ժամը 8-ին, իջեցնենք ժամը 20-ին, ուրեմն ուղիղ դուք կարող եք ազատություն.am-ով դիտել լրատվական ծրագիրը։ Շնորհակալություն, ստեսություն։ Լավ, անջատ իշտ։